վեհապարի անունը հնչեցնելով ուղղակի հալածանք եւ արշավ է եկեղեցու դեմ։ 50 տարվա մեջ տեղ են ունեցել ընդամենը 5 եպիսկոպոսական ժողովներ։ Որտեղ է ավարտվում հոգևորականի քաղաքացիական դիրքորոշումը եւ որտեղից է սկսվում հոգևորականի քաղաքական ներգրավվածությունը։ Վեհապար Հայրապետի անձը սուրբ է եւ անձեռնամխելի։ Պատմությունը ավելի խիստ է լինելու, եթե չլինի զղջում, ապաշխարում եւ վերադարձ Սուրբ եկեղեցի։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք այս պահին գտնվում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, որտեղ կզրուցենք Վաչե եւ Թամար Մանուկյան Մատենադարանի եւ հրատարակչության բաժնի տնօրեն Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հետ։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Տեր Հայր, հաշվի առնելով վերջին շրջանի այս իրողությունները, նախ եւ առաջ կխնդրեմ նշեք, թե ինչպես եք եւ ինչպես են Մայրաթորի մեր հոգևոր հայրերը։ Շատ բնական աշխատանքային վիճակում են գտնվում, անշուշտ այսօրվա իրողությունները մտահոգ են, հայրենիքում տեղի ունեցող բոլոր տեսակի մարտահրավերները նաև վերաբերում են մեր Սուրբ եկեղեցուն եւ մենք այս ամենով անշուշտ մտահոգ ենք, բայց Մայրաթորում ներկա պահին բնականon աշխատանքային ընթացք է եւ յուրաքանչյուր հոգեվորական ի պաշտոնը լծված է իր անմիջական պատասխանատվության ներքո գտնվող աշխատանքների իրականացմանը։ Այսօր մեղմ ասած լարված է եկեղեցի եւ պետություն հարաբերությունները, մեղմ ասած հարաբերությունները այդքան էլ լավ չեն եւ երկու թևի է բաժանված։ Եկեղեցու աջակիցները ասում են, որ պետությունն է մեղավոր, տվյալ պահին գործող իշխանությունն է մեղավոր, միջամտում է եկեղեցու ներքին գործերին, իսկ մյուս կողմից էլ ասում են եկեղեցին բավականին քաղաքականացված է հանձին վեհապար Հայրապետի։ Ձեր գնահատմամբ որտեղից սկսվեց այս լարվածությունը, ինչից սկսվեց, որն էր պատճառը։ Ես կուզենայի մի շատ կարևոր հարցի ընդգծում անել։ Եկեղեցի պետություն, լարվածություն երբեք մեր պատմության մեջ արձանագրված չէ։ Եկեղեցու հարաբերությունները լարվում են բացառապես իշխանությունների, այսինքն գործող անձանց հետ, ովքեր այդ օրերին պետության գլուխ են, սակայն ես կուզեի, որ տարանջատենք պետություն եւ իշխանություն հասկացությունները, սա շատ կարեւոր է։ Եվ այո, եկեղեցու եւ իշխանությունների հարաբերությունները վերջին տարիներին ոչ բնական են եւ ոչ բնականon։ Լարվածությունը այո եղել է տարիների ընթացքում, դա մեկ օրում չի եղել եւ մեկ դեպքով ու առիթով չի եղել։ Վերջին տարիներին եկեղեցին անընդհատ հանդես է եկել իշխանությունների ներքին եւ արտաքին ազգային արժեքների, համազգային խնդիրների վերաբերյալ քաղաքականության չասենք դեմ, բայց այնպիսի հայտարարություններով կամ այնպիսի կեցվածքով, որ իշխանություններին միշտ հորդորվել է ավելի զգոն լինել ազգային հարցերում, հատկապես արցախահայության, ազգային արժեքների, հասարակության բարոյականությանը եւ հայկական ինքնությանը վերաբերող հարցերում։ Սա բնականաբար պատմությունը ցույց տվեց այս տարիների, որ իշխանությունների քիմքին հաճո չէ առողջ հորդորները, քննադատությունները, իսկ եկեղեցին իր բնույթով կոչված է այդպիսին լինելու եւ մշտապես բոլոր հասարակարգերում եւ բոլոր դարերում եկեղեցին, այսպես եթե ընդհանրական պատկերավոր ձևակերպենք, եղել է հասարակության խղճի ձայնը, որ այն ինչ որ չի կարողացել բարձրաձայնել հասարակությունը, բարձրաձայնել է եկեղեցին եւ նման իրավիճակներում եկեղեցին չէր կարող լռել եւ խոսել է ինչպես միշտ։ Ինչպես նշեցի, դա հաճելի չի եղել եւ չի համընկել նրանց արտաքին եւ ներքին վարած քաղաքականությանը եւ նրանք որդեգրել են եկեղեցին բռնաճնշելու, եկեղեցին հալածելու քաղաքականությունը։ Երբ խոսենք այսօրվա սրացված, խորացված, լարված հարաբերությունների մասին, շատ մասնագետներ արդեն ելույթ են ունեցել եւ համացանցում ենք բոլորս կարող ենք գտնել այդ ելույթները վերլուծական եւ նշում են, որ հիմնական շարժառիթը եղավ, երբ անցյալ տարի 2025 թվականին մայիսի 26-ին վեհապար Հայրապետը մեկնեց Շվեյցարիա մասնակցելու մի այնպիսի համաժողովի, որտեղ օրակարգային հարցը Արցախի մշակութային ժառանգության պահպանման եւ արցախահայությանը նվիրված իրավունքների նվիրված
բավականին ազդեցիկ միջազգային համաժողովներ։ Վեհապար Հայրապետը այդտեղ հանդես է եկել ելույթով եւ շեշտել, որ չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունը եւ որևէ մեկը հետամուտ լինեն արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Իսկ այդ օրերին եւ այսօր մենք ինչպես գիտենք, մեր այսօրվա իշխանությունները վարում են հակառակ, կարող ենք ասել, հակառակ քաղաքականությունը արտաքին եւ ներքին։ Այս իմաստով դրանից հետո իշխանությունների խոսույթը եւ լեզվամտածողությունը ու արարքները ավելի կոշտացան, սանձարձակ դարձան եւ եկեղեցին սկսեց ուղղակիորեն թիրախավորվել։ Եվ դրանից հետո մենք տեսանք, թե ինչպես տեղի ունեցան հակաօրինական, ապօրինի հոգեորականների թիրախավորումը, որին հաջորդեց նրանց կալանավորումը ապօրինաբար, առ այսօր մեր սրբազան հայրերը գտնվում են ապօրինաբար ազատազրկման վայրերում, իսկ շատ քահանաներ, հատկապես Արագածոտնի քահանաները, առ այսօր քննչական կոմիտեի կողմից, այսպես ասած, անընդհատ հրավիրվում են տարբեր առիթներով հարցաքննությունների։ Պատմության ընթացքում մենք մշտապես հպարտացել ենք, որ եկեղեցին մշտապես կանգնած է եղել իր ժողովրդի, իր ազգի, երկրի կողքին եւ շատ են օրինակները, վերադառնալով նորագույն շրջան 1990-ականներին Արցախյան առաջի պատերազմի ժամանակ մեր հոգեվորականները ոմանք զենքով, ոմանք աղոթքով եղել են զինվորների կողքին, եղել են մարտի դաշտում, առաջնագծում։ Վերադառնալով 2020 թվականի պատերազմը մենք հիշում ենք Տեր Մանուկ քահանային, Նորաոց Տեր Գառնիկ քահանա Ավոյանին, հիշում ենք Բագրատ Սրբազանին, այսպես անձերը չեն, կարևորը։ Կարևորը երևույթն է, որ մեր քահանաները, մեր հոգևոր դասը իրենց տեղում է եղել։ Ես կխնդրեմ այստեղ ասել, այս համատեքստում նշեք, որտեղ է ավարտվում հոգևորականի քաղաքացիական դիրքորոշումը եւ որտեղից է սկսվում հոգևորականի քաղաքական ներգրավվածությունը։ Անշուշտ, որ հոգևորականը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա միանշանակ է եւ լիարժեք օժտված է իր իրավունքները իրացնելու այն իրավունքով, ինչ որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, բայց հոգևորականները նաեւ հոգևոր հայր են իրենց ծուխի համար, իրենց համայնքի համար եւ ավելիով կոչված են իրենց հովվական առաքելությունը իրականացնելու եւ շատ հաճախ մենք կարող ենք ասել, որ ետին պլան են մղված մեր քաղաքացիական իրավունքները եւ մենք դրանք հաճախ անտեսում ենք իշա մեր հոգևոր առաքելությունը ազգապահպան եւ հոգեփրկչական արդյունավոր իրականացնելու համար։ Այս իմաստով եկեղեցականները երբեք չեն քաղաքականացվել, դա նշանակում է սատարել կուսակցական ինչ-որ ուժի, քաղաքական կոնկրետ ինչ-որ ուժի։ Իսկ մենք տեսնում ենք, որ եկեղեցին միշտ եղել է սթափ այս հարցում եւ իր հորդորները մշտապես ուղղված են եղել բոլորին։ Դրանք լինեն քննադատական, դրանք լինեն ոգևորող, դրանք լինեն սատարող, դրանք եղել են մշտապես ընդհանուրին ուղղված հորդորներ։ Անշուշտ, որպես հոգևորական, ինչպես նշեցի, զուգահեռ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մենք կարող ենք ունենալ մեր նախընտրած քաղաքական թիմին նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքներ, որը երբեք չի կարող արտահայտվել մեր հոգևոր եւ հովվական խնամք իրականացնելու գործունեության ընթացքում։ Դուք չեք կարող մատնանշել մի շրջան, երբ հայ եկեղեցին ուղղակիորեն քաղաքականացված լինի այնպես, ինչպես որ այսօր մեղադրում են հայ եկեղեցուն կամ հայ եկեղեցականներին, ասելով, որ քաղաքականացված են եւ սատարում են այս կամ այն քաղաքական ուժին։ Չկա այդպիսի բան, բոլորն էլ հանդիսանում են մեր եկեղեցու զավակները, ոմանք ունեն իրենց պատկերացումները երկիրը այսպես կամ այնպես փրկելու եւ ոմանք որոշ քաղաքական ուժեր ունեն այս կամ այն քաղաքական վարքագիծը։ Եվ եկեղեցին հանդես է գալիս այդ քաղաքական ուժերի նկատմամբ իր հայտարարություններով կամ ворթեգրած կեցվածքով, ելնելով համազգային հիմնախնդիրներից, այն ինչ որ հայտարարում կամ կեցվածք դրսևորում է հայ եկեղեցին, դա բխում է բացառապես եւ միայն իր ազգապահպան
գործունեության բնույթից, դա դարերի ընթացքում ձեռք բերված մեր իրավունքն է հանդես գալու հայ ժողովրդի անունից այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ օրվա քաղաքական իշխանությունները, ովքեր պատասխանատվություն են ստանձնել կամ ինչպես այսօր ընդունված է ասել, մանդատ են ստացել առաջնորդելու պետությունը, ընթանում են հակազգային կամ մեր ինքնությանը վնասող կամ համազգային հիմնախնդիրներից շեղված քաղաքական ուղեգծով։ Եվ եկեղեցու վերաբերմունքը այս իմաստով երբեք չքաղաքականացված է եղել։ Սրա մասին եւ պատմությունը կարող ենք տալ, եւ մեր օրյա այս ամբողջ ընթացքը կարող ենք հետևել ու չենք գտնի մեկ փաստ, որ եկեղեցին ուղղակիորեն սատարել է այս կամ այն իշխանությանը կամ քաղաքական ուժին կամ հանդես է եկել դրա դեմ։ Մեր հոգևոր խնամքը բոլորին, մեր ժողովրդի բոլոր զավակներին է ուղղված եւ հոգեխնամք տարվում է բոլորի նկատմամբ հավասարապես, որովհետեւ եկեղեցին միայն, ինչպես ավետարանն է ասում, միայն առողջների համար չէ, այլ նաեւ եւ առավելապես հիվանդների համար, եւ մենք ավելի շատ ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր հայորդի տեսնի իր սխալը, լսի իր մայր եկեղեցու կանչը, կոչը եւ սթափ գնահատի իրավիճակը, որովհետեւ մենք այսօր կանգնած ենք կարծես թե գոյաբանական խնդիրների առջև եւ եկեղեցու նկատմամբ վարած քաղաքականությունը շատ ուղղակի կապ ունի մեր պետականության գոյապահպանական, մեր ժողովրդի ինքնության պահպանման հիմնահարցերի ու խնդիրների հետ։ Եվ եկեղեցին այստեղ է, որ մտահոգված է եւ իր ձայնը մշտապես բարձրացնում է։ Իսկ պայքարը, որ սկսվել է վեհափար Հայրապետի դեմ տարվող այս պայքարը, առավել շատ վտանգավոր է ներսից հոգևորականների կողմից, որոնք այս օրերին տեսնում ենք, որ միանում են սկսված պայքարին, թե արտաքին ուժերից, տվյալ դեպքում գործող իշխանության կողմից։ Նայեք, շատ դիպուկ բնորոշում կա ամենայն հայոց կաթողիկոսների անձի նկատմամբ, ես կասեի երկու շատ ճշգրիտ բնորոշում։ Առաջին հանրապետության տարիներին 1918-20 թվականին պահպանվել է արխիվում մի դաշնագրի նախագիծ, որը եթե չլիներ թուրք-հայկական պատերազմը 1920 թվականի արդեն ստորագրման պահը մոտեցել էր։ Այդտեղ մի քանի կետից բաղկացած դաշնագիր է, որտեղ վեհափարին վերաբերող մեկ հոդվածը, մեկ կետը ձևակերպված էր այսպես. Վեհափար Հայրապետի անձը սուրբ է եւ անձեռնամխելի։ Հետագայում տարիներ անց, տասնամյակներ անց, Գևորգ Չորեքչյան Հայրապետը պիտի ավելի դիպուկ բնորոշեր, այսպես ասած, միս ու արյուն հաղորդեր այդ մտածողությանը։ Նա հայտարարում է ասելով, որ վեհափար Հայրապետի անձը վեհափարը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում։ Այսինքն մենք վեհափար Հայրապետի անձի մեջ տեսնում ենք մի ողջ նվիրապետական համակարգ, առաջնորդ, որը ստանձնել է եւ պատասխանատվություն, եւ պատիվ առաջնորդելու ամբողջ ազգը, տանելու հոգեփրկության, տանելու ազգապահպանության ուղիղ ճանապարհով, ինքնության առաջին պահակն է եւ նրա դեմ որևէ խոսք եւ գործողություն ուղիղ հարված է եկեղեցու նվիրապետությանը, կանոնական համակարգին, ավանդությանը եւ մեր ամբողջ այն ուխտին, որ մենք հոգեվորականս ծնրադիր անում ենք Սուրբ Էջմիածնի խորանին։ Հիմա ներսից թե դրսից պայքարն է վտանգավոր, անշուշտ ներսից հասցված վերքերը շատ ավելի խորն են լինում եւ շատ ավելի ուշ են բուժվում եւ ավելի ցավոտ են լինում։ Սակայն խոսելով այսօրվա իրավիճակից մենք չենք կարող գնահատել, որ հարվածը ներսից է։ Եկեղեցին շատ լավ գիտի, որ յուրաքանչյուր թագավորություն ինքն իր մեջ բաժանված, յուրաքանչյուր քաղաք ինքն իր մեջ բաժանված կանգուն չի մնա։ Սա ավետարանական ճշմարտություն է։ Եկեղեցին այսօր կանգուն է։ Եկեղեցին այսօր իր բնական ընթացքի մեջ է։ Դա նշանակում է, որ եկեղեցին ինքն իր մեջից չի կարող քանդվել կամ քանդված չէ։
Եվ այս ամենը դրսից է կատարվում եկեղեցու դեմ։ Հայաստանի իշխանությունների նախաձեռնած եկեղեցահալած քաղաքականությունը դրսիեք քաղաքականություն է։ Եվ այդ դրսիեք քաղաքականությանը միացած գործող եւ կարգալուց հոգեվորականները համարվում են այլևս ոչ թե ներսից, այլ դրսից հարվածող ուժերին միացած եւ այլևս իրենք եւս համարվում են դրսից եկած։ Իսկ դրսից եկած յուրաքանչյուր հարված եկեղեցու համար որքան էլ տհաճ լինի, որքան էլ ցավոտ լինի, միևնույն է այն չի կարող խորտակել մի կառույց, որը հիմնել է Աստված եւ որը առաջնորդում է Աստված։ Հիսուս Քրիստոսի համար պարզ էր 12-ից ով է դավաճանելու իրեն եւ նա անգամ Պետրոս Առաքյալին ասաց դեռ ակաղաղա չկանչած 3 անգամ ինձ ուրանալու ես։ Հիմա ձեզ համար Մայրաթորում վեհապարի համար հասկանալի էր Մայրաթորից ովքեր են ուրանալու իրեն։ Վեհապար Հայրապետը իր բոլոր հանդիպումներում հոգեվորականների հետ, իր բոլոր մասնավոր եւ հանրային խոսքում մշտապես շեշտել է իր բոլորի համար հայր լինելու հանգամանքը։ Այսօր եւս Վեհապար Հայրապետը հանդես է գալիս իր հայրապետական եւ հովապետական իմաստուն դիրքերից եւ իր համար բոլորն էլ համարվում են իր զավակները։ Եվ դրանով է նաեւ պայմանավորված Մայրաթորի այս համբերատար, սթափ կեցվածքը բոլոր եւ գործող եւ կարգալուց եղած հոգեվորականների եւ ինչու ոչ նաեւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Վեհապար Հայրապետը միշտ իր խոսքում շեշտել է, որ մենք պաշտպաններն ու պահակներն ենք մեր Սուրբ եկեղեցու, մեր ազգային արժեքների, բայց նաեւ մենք չպիտի մոռանանք, որ մենք հայր ենք եւ կոչված ենք այս ընտանիքը խնամելու եւ առաջնորդելու եւ այդ ընտանիքում առաջին դիրքերում եւ առաջին շարքերում կանգնած է Վեհապար Հայրապետը եւ ինքը իր կեցվածքով ցույց է տալիս, որ իսկապես նա հայր է, որ կարող է խնամել, որ կարող է գուրգուրել, բայց նաեւ կարող է պատժել, խրատել, սթափության կոչ անել։ Եկեղեցու պարագայում որտեղից է գծվում դավաճանության եւ քննադատության սահմանը։ Ես կարող եմ այսպես մի օրինակ բերել, որպեսզի ավելի պատկերավոր պատկերացնենք։ Երբ տեղի պիտի ունենար Վարդանանց պատերազմը, տարբեր տեսակի կարծիքներ կային, թե ինչպես պետք է հակազդել պարսկական այդ հզոր պետությանը եւ ռազմական ուժին։ Ամեն իշխան ուներ իր պատկերացումները, ինչպես կարող ենք անել, եւ կարող ենք ասել երկու թև էր առաջացել։ Մի թևը գլխավորում էր Վարդան Մամիկոնյանը, որը կտրուկ կողմ էր ինքնապաշտպանությանը, ռազմական գործին, մինչև վերջ պայքարելու, այսինքն մինչև մահ պայքարելու ուղղությանը, գաղափարախոսությանը եւ կային մարդիկ, որոնց առաջնորդում էր Վասակսյունին, ովքեր մտածում էին, որ կարող են դիվանագիտությամբ փրկել իրավիճակը եւ փրկել երկիրը։ Մենք մինչ այդ ճակատամարտի օրը, մինչև 451 թվականի մայիսի 26-ը, Ավարայրի ճակատամարտի օրը, մենք Վասակսյունուն եւ նրա հետևորդներին կարող ենք ընկալել որպես դիվանագետներ, ովքեր ուզում էին Հայաստանը փրկել դիվանագիտությամբ։ Բայց երբ նրանք ճակատամարտի օրը հայտնվեցին թշնամիների հետ նույն բանակում եւ թշնամիների հետ հարձակվեցին մեր հայրենիքի պաշտպանների վրա, մենք այլևս չենք կարող խոսել դիվանագիտության մասին։ Մենք կարող ենք խոսել պարզ դավաճանության մասին եւ պատմությունը, այդ օրերի պատմությունը եւ այս օրերի պատմությունը տվել են իրենց գնահատականը Վասակսյունուն եւ նրա հետևորդների մասին։ Մենք բերելով այս օրինակը եւ տեղադրելով այսօրվա վրա, տեսնում ենք այն մարդիկ, ովքեր հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու ներսում հարցերը, կանոնական միջավայրում լուծելու եկեղեցում արկա տարբեր եւ տարատեսակ դարերով ուղեկցվող խնդիրները, իրենք կարող են ընկալվել որպես դիվանագետներ, բայց երբ նույն մարդիկ հայտնվեցին դրսում, այն մարդկանց կողքին, օգտագործվելով այդ մարդկանց կողմից, որպես գործիք հարվածելու եկեղեցուն, մենք այլևս չենք կարող խոսել
ներսի հավատարմության մասին։ Այստեղ պարզ հստակ երևում է ով է հալածում եկեղեցին, ով է բռնաճնշում եկեղեցին եւ ովքեր են այդ քաղաքականությանը միացած։ Պատմությունը ինքնին իր գնահատականը կտա բոլորի նկատմամբ։ Վեհափառի դեմ տարվող այս պայքարի միացել է նաև բարձրաստիճան հոգևորականներ, եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ, որոնք այս օրերին ստացել են ժողովրդի կողմից ստացել են Տիրադավ անվանումը եւ նաև այդ պահանջին է միացել շատ այլ հոգևորականներ։ Այս հոգևորականների, հատկապես բարձրաստիճան հոգևորականների պարագայում մայրաթոռում կա որոշում, արդյոք նրանք եւս կարգալույց կճանաչվեն։ Ուրեմն եկեք մի հստակ արձանագրում անենք այս հալածանքը, այս բռնաճնշումները վեհափառի անձի դեմ չեն։ Սա ողջ եկեղեցու դեմ է։ Ուշադիր հետևեք եկեղեցալած այս քաղաքականությանը եւ կտեսնեք վեհափառի անձը շահարկվում է պարզապես վեհափառի անունը հնչեցնելով ուղակի հալածանք եւ արշավ է եկեղեցու դեմ։ Անշուշտ ձեր նշված բարձրաստիճան եւ այլ հոգեվորականներ, ովքեր միացել են այս արշավին, ցավոք սրտի, ես կարծում եմ այն ինչ որ ես ինքս հետևում եմ Մայրաթոռի պաշտոնական հաղորդագրություններին, որոշակի չափով տեղյակ ենք տարբեր տեղեկությունների, Մայրաթոռում վեհափառ հայրապետի այսպես առաջնորդությամբ դեռ սպասում են, որ բոլոր հոգևորականները կանդրադառնան, ովքեր միացել են այս հակաեկեղեցական արշավին, կանդրադառնան, զղջմամբ կվերադառնան, ներմամբ կարժանանան եւ կվերահաստատվեն իրենց կոչման ու առաքելության մեջ վերստին։ Կարծում եմ առայժմ սպառված չեն բոլոր հնարավորությունները եւ երբ բոլոր հնարավորությունները սպառվեն եւ երբ նրանց գործողությունները այլևս հասնեն մի կետի, որտեղից վերադարձը այլևս եկեղեցի այնպիսի հանգամանքով, ինչպիսին որ իրենք դուրս են եկել, անհնար կլինի Մայրաթոռը իր իրավունքներից օգտվելով կանոնական, նվիրապետական, ժողովական բոլոր հնարավոր կարգ ու կանոնից օգտվելով կկայացնի անշուշտ իր արդար վճիռը եւ հանրությունը դրա մասին առաջնահերթ կտեղեկացվի։ Մայրաթոռում պատրաստ են ներել այդ հոգևորականներին եւ հատկապես եթե զղջմամբ հանդես գան նաեւ արդեն իսկ կարգալույց հռչակված քահանաները Ստեփան Ասատրյանը, Արամայիս Թախմազյանը եւ Վարդան Հունանյանը, նրանք արդյոք հնարավորություն ունեն զղջման պարագայում նորից վերադառնալ Մայրաթոռ։ Դա քննարկվելիք հարց է, որովհետեւ նրանք գտնվում են տարբեր հարթություններում, այսինքն գործված եկեղեցական այսպես կարգ ու կանոնը խախտված հանցանքները կամ զանցանքները պիտի ստանան իրենց համապատասխան պատասխանները։ Եթե ինչպես մեր եկեղեցու սրբազան հայրերից մեկը շեշտեց, Պետրոսի նման դառնացած պատկերավոր ենք ասում, դառնացած ծնկաչոք ներում հայցեն, ամեն բան հնարավոր է, որովհետև ինչպես նշեցինք, եկեղեցու նպատակը եկեղեցականներին վտարելը, կարգալուծանելը, պատժելը չէ, եկեղեցու առաջնային եւ կարևոր առաքելությունը հիվանդների խնամքն է, ներելն է, որովհետև այդպես եկեղեցին գտնվում է իր առաքելության մեջ, բայց պատրաստ են արդյոք այն մարդիկ, ովքեր այս օրերին բազմաթիվ ամբաստանություններ, մեղադրանքներ են հնչեցրել, բազմաթիվ եկեղեցական կանոններ են խախտել, պատրաստ են իրենք արդյոք խոստովանելու իրենց հանցանքները, մեղագալու, ինչպես անառակ որդի վերադառնալու։ Անշուշտ, եթե այդ ամենը տեղի ունենա, Մայրաթոռը համապատասխան իր ժողովական համապատասխան հանձնախմբի կամ հանձնաժողովի կողմից կվերանայի նաև իր որոշումները, ես չգիտեմ հնարավոր է վերականգնել թե չէ, բայց գիտեմ, որ եկեղեցին կոչված է ներելու եւ նրա համար ներման այս համակարգը շատ ավելի կարեւոր է, քան որևէ մեկի կորուստը։ Մենք դրանով ցույց կտանք մեր եկեղեցու բուն առաքելությունը իր մոլորյալ զավակներին, կորսված զավակներին գտնելու եւ նրանցով կրկին ուրախանալու եւ նրանց
փառքի պատմուճանը կրկին նրանց ուսերին գցելու։ Բայց մայրաթորը ամեն օր է գտնվում դրա մեջ, իսկ մենք տեսնում ենք, որ նրանք ամեն օր խորացնում են Սուրբ Եկեղեցու եւ իրենց միջև եղած տարածությունը։ Այս օրերին տարբեր մեղադրանքներ են հնչեցվում Վեհափար Հայրապետի նկատմամբ, հիմա չմեջբերենք, ուղղակի տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, նշում են, որ եկեղեցական կանոնները խախտել է եւ Վեհափար Հայրապետի լռությունն էլ դիտարկում են որպես թուլություն։ Արդյոք դա այդպես է եւ արդյոք Վեհափար Հայրապետը պաշտպանված չէ իր հոգեվոր եղբայրների եւ հավատավոր ժողովրդի կողմից։ Վեհափար Հայրապետի լռությունը ուղղակիորեն չի կարող նույնացվել թուլության նշանների հետ։ Վեհափար Հայրապետի լռությունը նրա սթափության, իմաստության եւ հայր լինելու մասին է եւ առաջնահերթ։ Վեհափար Հայրապետը օրինական ընտրված, օծված, ձեռնադրված, գահակալած կաթողիկոս է։ Նրա պաշտպանը առաջին հերթին Աստված է։ Անշուշտ շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը լինի եկեղեցու մեջ, որտեղ ճշմարտությունն է։ Եվ Տեր կանգնի եւ պաշտպանի ոչ թե Վեհափար Հայրապետին, որովհետեւ ինչպես նշեցի, օծյալին պաշտպանում է Աստված, այլ ժողովուրդը իր աղոթքով պաշտպանի եւ հայցի Տիրոջից միասնականություն մեր ժողովրդի համար։ Աղոթքով հայցենք, որպեսզի մեր ժողովուրդը Տեր եւ պաշտպան լինի իր ինքնությանը, իր հայրենիքին, իր Սուրբ Եկեղեցուն։ Վեհափարի անձը այստեղ պարզապես շահարկվում է։ Վեհափարի իմաստուն լռությունը շատ դեպքերում ավելի հնչեղ ու բարձրաձայն է, քան նրա անձի շուրջ արհեստացին ստեղծված աղմուկը։ Եվ այս իմաստով պետք է ասել, որ իսկապես մենք զգում ենք տարբերությունը մեր եւ գահակալ օծյալների միջև, որովհետև իսկապես հայոց հայրապետները եւ պատմության ընթացքում ցույց է տրված եւ Վեհափար Հայրապետը այդ պատմության մարմնացումն է, որ ինչպիսին պետք է լինեն իրական իմաստուն եւ քաչ հովիվները, որ եղել են եւ է հայոց հայրապետը։ Այս իմաստով իսկապես Վեհափար Հայրապետը որպես անձ պաշտպանության կարիք չունի, նա Աստծո հովանու ներքո է, պաշտպանության կարիք ունի մեր հայրենիքը, որ կանգնած է գոյաբանական խնդիրների առաջ, պաշտպանության կարիք ունեն արցախահայության իրավունքները, պաշտպանության կարիք ունեն մեր հասարակության բարոյական եւ ինքնության բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք այսօր հարվածի տակ են։ Փետրվարի 16-ից 19-ը Ավստրիայում հրավիրված է եկեղեցական ժողով, կխնդրեմ նշեք, թե ինչ հիմնական օրակարգով է հրավիրված եւ ինչու հենց Ավստրիայում, որովհետեւ այսօր նաեւ այդ է քննարկվում, շահարկվում, որ Հայաստանից դուրս է հրավիրված եկեղեցական ժողովը։ Եկեղեցական ժողովը մասնավոր եկեղեցական ժողով է, որտեղ մենք բազմաթիվ եկեղեցական ժողովներ ունենք, քահանայական, միաբանական, տվյալ դեպքում սա եպիսկոպոսական ժողով է, եւ եպիսկոպոսական ժողովի հրավիրումը Ավստրիայում առանձնապես այդպիսի մեծ իրադարձության առիթ չպիտի լիներ, որովհետեւ ժողովի ոչ թե վայրն է կարևոր ըստ էության, այլ ժողովը ում կողմից է հրավիրվում եւ ովքեր են դրա մասնակիցները, այսինքն ժողովի որոշումների օրինականությունը կախված է ժողովի հրավիրողի եւ մասնակիցներից։ Երեք էլ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարության, որտեղ կարճ եւ համառոտ ու բովանդակալից անդրադարձ եղավ այս շահարկումներին։ Ինչ վերաբերում է ինչու Ավստրիայում, նախապես հիշեցնեմ, որ 2025 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ եպիսկոպոսատ ժողովը դեկտեմբերի առաջին 10-օրյակում պիտի տեղի ունենա Սուրբ Էջմիածնում։ Այնուհետև տեղի ունեցող բռնաճնշումները, հոգևորականների կալանավորումը ապօրինաբար այս քաղաքականության սաստկացումը առիթ եղավ, որպեսզի ժողովը հետաձգվի, իսկ հետաձգումից առ այսօր տեղի ունեցող իրադարձությունների անընդհատականությունը, եկեղեցու նկատմամբ այս բռնի ճնշումները ցույց տվեցին, որ Սուրբ Էջմիածնում հրավիրվելիք եպիսկոպոսատ ժողովը կարող է ունենալ
կաշկանդվածություն, մենք կարող ենք ականատես լինել տարբեր խոչընդոտների տեխնիկականից մինչև բովանդակային։ Ուստի մայրաթորը շատ իմաստուն կերպով որոշեց, որ ժողովը տեղի կունենա դուրսը։ Եթե դուրսն է, այլևս անկարևոր է դրսում որ երկրում կամ որ քաղաքում կլինի։ Մենք ինչպես բազմիցս այս օրերին ես եւ գրեցի եւ առիթ ունեցա եւ շատերը առիթ ունեցան ասելու, սա աննախադեպ երևույթ չէ, սա նախադեպ ունեցող երևույթ է։ 1956 թվականին այս ժողովը տեղի ունեցել Կահիրեում, դրանից ավելի վաղ 1651 թվականին նմանատիպ մի ժողով տեղի ունեցել Երուսաղեմում, ավելին 1976 թվականին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած եպիսկոպոսական ժողովը իր արձանագրված, հրատարակված պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտել է, որ հաջորդ տարի եպիսկոպոսական ժողովը պիտի տեղի ունենա Երուսաղեմում, այսինքն դրսում եպիսկոպոսական կամ որևէ եկեղեցական ժողով գումարելը որևէ եկեղեցու համար խնդիր չէ։ Միակ ժողովը, որ սահմանափակված է իր տեղում, այն էլ կարելիության պայմաններում, դա ազգային եկեղեցական ժողովն է, որ թղթի վրա սևով սպիտակով արձանագրված է, որ ազգային եկեղեցական ժողովը կաթողիկոսի ընտրության դեպքում լինում է Սուրբ Էջմիածնում։ Միայն այդ դեպքում է, որ հստակ է, որ Սուրբ Էջմիածնում է, բայց դա էլ այնպիսի օրենք կամ արձանագրում չէ, որ հնարավոր չէ խախտել։ Եթե հնարավոր չեղավ, պատկերացնենք մի շատ տխուր իրավիճակ, երբ դա հնարավոր չէ անել, դա էլ կարող է տեղի ունենալ մեկ այլ քաղաքում կամ մեկ այլ երկրում։ Ինչպես որ մեր պատմության ընթացքում հաճախ եղել է, երբ աթոռանիստը չի եղել Սուրբ Էջմիածինը, կաթողիկոսական ընտրությունները կազմակերպվել են տարբեր քաղաքներում։ Եվ դրանց ընդունված որոշումների կամ կաթողիկոսական ընտրությունը երբեք չի եղել վիճարկման խնդիր։ Ինչ վերաբերում է նմանատիպ ժողովների պարբերականությանը, նշենք, որ այո, կան արձանագրումներ, որ նման ժողովները դեռևս վաղ եկեղեցում արձանագրված է, որ եպիսկոպոսական ժողովներ լավ կլինի տարեկան 2 անգամ անեն։ Բայց չի ստացվում, տեխնիկական, բովանդակային իմաստով դժվարություններ են առաջանում նմանատիպ ժողովներ կազմակերպելու։ Եթե գանք մեր օրերում կտեսնենք, որ նույնպես արձանագրվել է, որ գոնե տարին մեկ անգամ անել եպիսկոպոսական ժողով։ Ես նշեմ մի փաստ։ Անցյալ դարի վերջին 50 տարվա մեջ 1950-ականներից մինչև 90-ականների վերջ տեղի է ունեցել ընդամենը մի քանի եպիսկոպոսական ժողով, 5 եպիսկոպոսական ժողով։ 1956 թվականին, 1969 թվականին, 1976 թվականին, 1991 թվականին եւ 1998 թվականին 50 տարվա մեջ 5 եպիսկոպոսական ժողով։ Եկեղեցու կյանքում ժողովական կյանքի պակաս չկա։ Դրանք գրեթե ամեն շաբաթյա բնույթ են կրում, տարբեր ձևաչափերով եւ տարբեր մասնակիցներով։ Եկեղեցու կյանքը կառավարվում է, կարող ենք ասել, ժողովական կյանքով։ Բայց եթե գալիս ենք զուտ եպիսկոպոսական ժողովներին, այո, ցանկություններ արձանագրվել են, որոշումներ եղել են։ 1 տարին, 2 տարին մեկ իրականացնել, բայց այլ է բարի ցանկությունները եւ այլ է դրանք իրականացնելը։ Ես նշեցի 50 տարվա մեջ տեղի են ունեցել ընդամենը 5 եպիսկոպոսական ժողովներ։ Եթե միջինացնենք, դուրս է գալիս 10 տարին մեկ եպիսկոպոսական ժողով է տեղի ունեցել։ Իսկ վեհապար հայրապետի ժամանակ միայն 2013 եւ 2014 թվականին տեղի են ունեցել իրար հաջորդող եպիսկոպոսական ժողովներ, որոնք իրենց մասնակիցների կազմով եղել են բացառիկ։ Այս ժողովներին մասնակցել են մեր եկեղեցու, հայ եկեղեցու նվիրապետության բոլոր գահակալները իրենց միաբան եպիսկոպոսներով։ Էլ չենք խոսում, որ վեհապար հայրապետի գահակալության տարիներին բազմաթիվ տեղական եպիսկոպոսական ժողովներ են եղել, այսինքն Հայաստանի եւ ներքին Սփյուռքի եւ նաեւ այլ եպիսկոպոսական ժողովներ։ Չենք խոսում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովների տարվա մեջ բազմիցս անելու, միաբանական ժողովների, որ պարբերաբար գումարվում է, այսինքն այս ամենը պարզապես շահարկում է կեղծ աղմուկ Սուրբ եկեղեցու շուրջ, Սուրբ Էջմիածնի շուրջ։ Եվ սրանք պիտի իրենց գնահատականը գտնեն եւ գտնում են։
Տեր հայր, եւ վերջում ամփոփելով մեր հարցազրույցը եւ նաեւ այս ժամանակաշրջանը, մեր օրյա ժամանակաշրջանը, ամեն բան անցողիկ է եւ բնական է, որ այս ժամանակաշրջանն էլ է անցնելու եւ ոչ մեկ չի կարող ասել, թե վաղվա ծագող արևը ում է ժպտալու։ Հիմա կխնդրեմ դուք որպես հոգեվոր հայր, որպես մայրաթորի քահանա, ինչ է կարծում, պատմությունն ու ժամանակը ինչ գնահատական են տալու այս ժամանակաշրջանին, մեր օրյա ժամանակաշրջանին, ինչ գնահատական են տալու հայ ազգին եւ ինչ գնահատական են տալու նրանց այն հոգեվորականերին, որոնք դեմ են դուրս եկել վեհապարին եկեղեցուն։ Այս հարցին պատասխանելիս թույլ տվեք պատասխանել ոչ թե առավելապես հոգեվորական, այլ թույլ տվեք պատասխանել մարդ, ով քիչ թե շատ կարդացել է մեր ժողովրդի եւ հայոց եկեղեցու պատմությունը։ Եթե շարունակվի այս ընթացքը եկեղեցահալած եւ որևէ մեկը չափրի զղջում եւ ներմամբ չգա եւ ներում չխնդրի հայոց հայրապետից եւ Սուրբ եկեղեցուց եւ հոգեվոր իրենց բոլոր եղբայրներից, դրանք կլինեն հոգեվորականներ, դրանք կլինեն աշխարհականներ։ Եթե չանցնեն ապաշխարության զղջման ճանապարհով, ներում չեն գտնելու։ Բնական է։ Իսկ նրանց գնահատականը կամ նրանց նման մարդկանց գնահատականը պատմությունը տվել է։ Ինչ գնահատական է տվել Եղիշեն Վասակին, նույն գնահատականը պատմությունը այսօր էլ տալիս է նրանց վարքագծին ու նրանց արարքներին։ Ինչ գնահատական է տվել հայրենիքի պաշտպաններին, ֆիդայիներին մատնած հայերին, այդ նույն գնահատականը պատմությունը այլևս արձանագրելու իրենց համար։ Պատմության դասերը չսովորած մարդկանց նկատմամբ պատմության դատաստանը լինելու է անողոք եւ պատմությունը արդեն իսկ արձանագրում է իր անողոք։ Դուք արդեն իսկ շեշտեցիք մի շատ բացասական անուն, որ այլևս պատմությունը եւ ժողովուրդը նույնացնում է նրանց որպես եկեղեցու հալածողների։ Պատմությունը ավելի խիստ է լինելու, եթե չլինի զղջում, ապաշխարում եւ վերադարձ Սուրբ եկեղեցի։ Շնորհակալ եմ բովանդակալից հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մենք զրուցում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Վաչե եւ Թամար Մանուկյան Մատենադարանի եւ հրատարակչության բաժնի տնօրեն Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հետ։